Ցուրտ եղանակն ու գիշերը տեղացած ձյունը մարդկանց հետ չի պահել հատիսի գագաթ բարձրանալու մտքից։ Մոտ 350 կամավոր միանում է շինաշխատանքներին։ Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Հայաստանի հեռու ու մոտ անկյուններից եկել են մասնակցելու այս պատմական նախաձեռնությանը։ Մեր երկրում ու մեր աչքի առջև կյանքի կոչվող այս նախագծի մասին գիտեին, բայց շինհրապարակում տրամադրությունն այլ է։ Ցանկանում են իրենք էլ Փրկչի արձանի կառուցման մի մասը դառնալ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Ծառուկյանի անունից։ Շնորհակալություն եմ հայտնում, որ ցանկություն եք հայտնել մի մասը դառնալու այս պատմական իրադարձության։ Քրիստոսի արձանը միանշանակ մեզ համար լինելու է հույսի վերածննդի ամենակարևոր մեկնարկը։ Զուռնա-դհոլի հնչյունների ուղեկցությամբ են մարդիկ շրջում ծանոթանում կատարված աշխատանքին։ Նրանց են ներկայացվում նախաձեռնության մանրամասները։ Այս համալիրն աշխարհին ներկայանալու է վերածնվող Հայաստանի կերպարով։ Սա մի աշխարհ է արժի, չեմ կարողանում։ Գուցե այստեղից գնամ, նոր ուշքի գամ։ Սա մեր հավատքն է, պարոն Ծառուկյանը, չգիտեմ, ինչ մի գործ արել, այսքան լավ բան մի մարդու մեջ ոնց կարա լինի, ես չեմ կարողանում հասկանամ։ Ամբողջ աշխարհի ուշադրությունը լինելու է հատիսին, սա Գողգոթա լեռն է։ Ես երբ որ ճանապարհին գալիս էի, ասում եմ, ինձ թվում է, որ գնում եմ Գողգոթան, որտեղ Հիսուսը միշտ բարձունքներ է սիրել։ Մենք կարող ենք մեր հավատքով մեր պետությունը հզորացնենք, սիրենք իրար, ատելու փոխարեն։ Մենք առաջին մարդն ենք եղել, որ ընդունել են քրիստոնեությունը 301 թվականին։ Սա մեր ամենալավ արձաններից մեկն է լինելու։ Հայաստանը սրանով շատ մեծ ճանաչում կունենա։ Շատ էինք ուզում, որ Հայաստանում լինի Քրիստոսի արձանը, սա մեծ նշանակություն ունի, կարծում եմ հայ ազգի համար։ Հայ ազգը հույսով եմ, որ սրանով կմիավորվի։ Վերածննդի և ներքին համերաշխության գաղափարն այս ընթացքում արդեն հազարավոր մարդկանց է միավորել։ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը միավորող ուժ ունի։ Մարդիկ կարծում են, որ այն կամրապնդի մեր հավատքը։ Մեր տպավորությունները հոյակապ, հիասքանչ։ Ես կուզեմ, որ մեր ազգին մի քիչ հավատքը ներշնչի։ Նման կառույց չենք պատկերացնում։ Աստված թող ստեղծողի փառք ու պատիվ տա։ Հուսանք կդառնա աշխարհասփյուր հայության կենտրոն։ Հիացած եմ ուղղակի։ Հանդիպման ավարտին ավանդական ու միասնական շուրջպար է։ Մարդիկ շինհրապարակից հեռանում են հավատով, որ ազգային այս կառույցը մեր երկրում նոր հույսերի և հաջողությունների էջ կբացի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։